Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ավելի է թանկանալու, հավաստի աղբյուրներից ծանոթացել ենք, նոր տարուց հետո էլ ավելի կարող է թանկանալ։ Վերջին ամիսներին ոսկու գինը միջազգային շուկաներում գրանցել է աննախադեպ Հրաչյան Ալբանդյանը, ով արդեն 20 տարի է զբաղվում է ոսկերչությամբ, դժգոհում է, չգիտի տեղավարձի գումարը տա, թանկ գնով հումքն առնի, թե ոչ, որ գոնե մինիմալ շահույթ ստանա։ Մենք օրվա առքով ու վաճառքով տարված մարդիկ ենք, որ օրը ասենք մետաղը առանք պատվեր ընդունեցինք, այդ գնով էլ սարքում ենք, գինը արդեն բարշած վիճակում վաճառում ենք, հույս ունենալով շահույթ ակնկալել, բայց չի ստացվում։ Տնտեսագետները նշում են, պահանջարկի բարձրացմանը միաժամանակ նպաստել են մի քանի գործոններ։ Գործատուների միության նախկին նախագահի խոսքով ոսկու գնի բարձրացման առաջին պատճառն այն է, որ պետությունները իրենց ոսկու պաշարների ֆոնդերն ավելացրել են, այսինքն ոսկի են գնում տնտեսական կայունացման համար եւ միջազգային շուկաներում վարկերի ստացման երաշխիքներ ապահովելու նպատակով։ Որպես կայունացնող ֆոնդ երկրները մեծացնում են իրենց պաշարները, ինչի հետևանքով էլ պահանջարկը աճում է։ Երկրորդ կարևոր պատճառը ոսկու օգտագործումն է էլեկտրոնիկայի ոլորտում։ Էլեկտրոնային բաղադրիչների, սերվերների եւ տեխնիկայի արտադրության մեջ ոսկին շարունակում է մնալ առանցքային, հատկապես արհեստական բանականության զարգացման պայմաններում։ Այ արտադրողների դեպքում, քանի որ իրենք ոսկին ձեռք են բերում որպես հումք, որ այդ ոսկին օգտագործեն ոսկեչական իրեր արտադրելու համար, իրենք ոսկու գնի թանկացման պատճառով ստիպված են նաև պատրաստի իրը, ասենք մատանի շղթայի կամ ոսկեչական արտադրանքի գինը բարձրացնել, որտեղ իրենք իրենց աշխատավարձը կամ իրենց օգուտը արդեն չեն կարող անդադ կրճատելով գինը թողնել նույնը։ Առել ենք $75 լոմի սորական 58-ի Արքու վաճառքը արժի $75, սարքողը, պատրաստողը մի գրամի մեջ մի $10 եկամուտ է տեսնում, պատրաստելուց հետո կտրուկ, որ տեղի ունենում թանկացում, այդ թանկացումից հետո ինքը էլ չի տեսնում այդ եկամուտը։ Մակարյանի խոսքով ոսկու շուկայի վրա ազդում է նաև առաջարկի սահմանափակումը, արդյոք ոսկու գնի աճը կապ ունի բիթքոյնի կամ այլ թվային ակտիվների հետ, տնտեսագետները այստեղ կապ տեսնում են։ Եթե ոսկու գինը կառուցվում է արտադրողների ծախքեր գումարաշահույթ, հետո բորսայական առուտուր եւ բորսայական շահույթ, որ բրոկերներն են այստեղ արդեն աշխատում, եւ վերջնական իմաստով, եթե նա այդ ոսկին գնում է ոչ թե արդյունաբերություն եւ դառնա ինչ-որ զանզան փոքր դետալների միկրոչիպերի հիմնականում մաս, այս ժամանակ արդյունաբերական ձեռնարկություն գումարը ծախք, եւ եթե գնում է ոսկերչություն, այս ժամանակ ոսկերչական արտադրական ձեռնարկությունների կամ ընդդենք վարկետների, արհեստանոցների ծախքեր եւ դրանց առհասարակ հավելավճար։ Ոսկու ամբողջ գնագոյացումը այս ճանապարհն անցնում։ Մասնագետների խոսքով ոսկերչական շուկան հիմա լճացման փուլում է, գները բարձր են, իսկ գնողունակությունը ցածր, մարդիկ ավելի հաճախ նախընտրում են գումարը պահել այլ ակտիվներում եւ այլ կապիտալ ձեռք բերել, օրինակ ավանդներ։ Թե ինչպես կհավասարակշռվի պահանջարկն ու առաջարկը ըստ մասնագետների կախված է համաշխարհային տնտեսությունից, ինչպես նաեւ տեխնոլոգիական զարգացումների տեմպից։ Էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման համար ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը կերկարաձգվի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, սակայն արտոնությունը կկիրառվի միայն 2024 թվականի եւ ավելի բարձր տարեթվերի արտադրության էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներմուծման համար։ Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովը հավանություն է տվել եւս մեկ նախագծի, ըստ որի քաղաքացիները պետական գրանցմանը վերաբերող պայմանագրերը կարող են կնքել նաեւ էլեկտրոնային տարբերակով, ինքնաշխատ, օրինակ անձը գտնվելով Հայաստանից դուրս կարող է գույք ձեռք բերել եւ օտարելու գործընթաց իրականացնել առանց նոտարի վավերացման։ Հենց հիմա բանկերից բոլորս գիտենք, բանկերից on-line կարգով վարկեր են ստացել քաղաքացիների անունով եւ հիմա այդ քաղաքացիները պարտավորության տակ են։ Այդ անվտանգային քայլերի առաջին փուլը համակարգ մուտք գործելն է, ես եմ ազգային նույնականացման համակարգի միջոցով, որը այսօր բազմաթիվ գործարքների համար հիմք է հանդիսանում անձին հստակ նույնականացնելու համար։
Ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկում կիբերհանցագործները, ներքին գործերի նախարարությունից են փոխանցում։ Նամակները ուղարկում են տարբեր անհատների եւ ընկերությունների էլեկտրոնային փոստերին, նպատակ ունենալով խաբեությամբ գումար հափշտակել։ Իրավապահները զգուշացնում են կեղծիքի մասին, միաժամանակ ընդգծում ոստիկանությունը երբեք ձերբակալությունների կամ քրեադատավարական այլ միջոցների վերաբերյալ էլեկտրոնային փոստով չի ծանուցում։ Մեդիա փորձագետները հորդորում են անտեսել նամակները, չտրվել սադրանքների եւ խայծը կուլ չտալ։ Էլեկտրոնային փոստով մենակ ճանապարհային ոստիկանությունն է ուղարկում այդ բանկների մասին եւ այնտեղ կոնկրետ հղում է, որը տանում է հենց ճանապարհային ոստիկանության կայ վճարելու համար։ Մնացած բոլոր նմանատիպ դեպքերում, երբ որ մարդու վրա քրեական գործ է հարուցված եւ այլն, դա էլեկտրոնային փոստով չի արվում։ Միշտ կա ինչ-որ քանակի մոտ, որ խայծ ուտում է։ Սովորաբար մարդուն առաջարկում են տուգանք վճարել քրեական պատասխանատվությունից խուսափելու համար, եւ այդտեղ արդեն գնում է գումարի փոխանցում, պլյուս նաեւ բանկային քարտի տվյալներն են վրայից վերցնում։ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ամբիոններից մեկի վարիչը եւ եւս 2 անցկալանավորվել են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու, մյուս 2 անձինք կաշառք ստանալուն օժանդակելու եւ կաշառք տալու մեղադրանքներով, նշեցին կոմիտեից։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։ Ադրբեջանի քաղաքական իշխանությունը Երևան լուրեր հասցնելուն զուգահեռ թե մեզ հետ այլևս կոնֆլիկտ չունեն, ուղիղ հրահանգներ է իջեցնում Բաքվի դատարաններին։ Ալիևի կաբինետն է ուղիղ կապի մեջ։ Հայգերիների դատական ֆարսը շարունակվում է։ Շոուն զարգացնում են։ Միայն թե մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայգերիների շահերի ներկայացուցիչը նկատում է, քանի որ պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն անջատ է 15-ի միասնականից, նիստ կոչվածների պարբերականությունները տարբեր են։ Վերջինը հենց նրա շինծու գործով է եղել, դարձյալ այսպես կոչված վկաներ են ելույթ ունեցել։ Պարզապես Վարդանյանին երբևէ չտեսած նրա մասին չլսած ադրբեջանական լրատվամիջոցներից են տեղեկացել, թե մեղադրյալների շարքում է։ 15-ի գործով դատավարությունը համեմատաբար ավելի արագ է ընթանում Ռուբեն Վարդանյանի դատավարության համեմատ, եթե 15-ի գործով նիստերը որպես կանոն նշանակվում են 2-3 օր մեկ պարբերականությամբ, ապա Ռուբեն Վարդանյանի պարագայում 7-8 օր պարբերականությամբ, եւ սա է բացատրում, թե ինչու 15-ի գործով ապացույցների հետազոտման փուլը ավարտված է, իսկ Ռուբեն Վարդանյանի գործով դեռևս հետազոտվում են ապացույցներ։ Վարդանյանի գործով հաջորդ նիստը ճիշտ նույն հաշվարկով է նշանակել են դեկտեմբերի 1-ին։ Ընդհանուր առմամբ շուրջ 8 ամսվա ընթացքում հազիվ 5-րդ տասնյակի շեմն են հատում։ Մինչդեռ 15-ի միասնական գործով անցնող ամիսներին արդեն 100-ից ավելի նիստեր են եղել։ Ընդ որում այստեղ իրավապաշտպանն ուշադրության է հրավիրում նաև մեկ այլ ժամանակագրության վրա։ Երբ 15-ի գործով ապացույցների հետազոտման փուլն ավարտեցին, ճառերին անցան միայն 3 օր անց, մինչդեռ դրան նախորդած 2 օրերը աշխատանքային չէին։ Նրա համոզմամբ լրացուցիչ ապացույց է, որ ինչպես ապագա դատավճիռներն, այնպես էլ մեղադրական ճառերը նախապես գրել, պատրաստել են։ Իմ գնահատմամբ այդ տարբերությունը մեծ չի լինելու եւ կարճ ժամանակ անց Ռուբեն Վարդանյանի գործով եւս անցում է կատարվելու ճառերի ներկայացմանը, որտից ակներև է, որ առանձնապես այլ նոր ապացույցներ չկան եւ վաղ թե ուշ մեղադրական կողմը արտարարելու է հազարների հետազոտման ավարտը եւ արդեն կներկայացվեն այդ ճառերը։ Մեղադրանքները նույնական են, 80-ական թվականներից ի վեր են, անկախ նրանից թե տանձինք ինչ մասնակցություն են ունեցել պատմական շարժման եւ ընդհանուր Լեռնային Ղարաբաղի կառավարման համատեքստում։ Ըստ էության մենք որևէ կապ, առնչություն եւ կոնկրետ անձանց անհատական պատասխանատվության մասին վկայող փաստեր չենք տեսնում։ Ընթացակարգով մեղադրական ճառերին էլ հաջորդելու են պաշտպանական ելույթները, սակայն մասնագետներն Ալիևի գրպանի փաստաբաններից ակնկալիքներ չունեն, կհատեն այս փուլն էլ Ադրբեջանի նախագահի դատարանը կգնա խորհրդակցական սենյակ։ Դատական ակտերը նախապատրաստված են, կանխորոշված են, դրանք հենց գործադիր իշխանության կողմից թելադրված են եւ այս կախյալ դատարանները ընդհանրապես հրապարակելու են քաղաքական պատվերի հիման վրա որոշված ակտերը, մեղադրական դատավճիռները եւ իմ գնահատմամբ ընտրվելու են խստագույն պատիժներ ընդհանուր մինչեւ չմահապատասխան։
Ուրեմն ինչ է մնում անել հայկական կողմին մարդու իրավունքների Եվրադատարանում հայ շահերի ներկայացուցիչն այսուհանդերձ համոզված է Բաքուն իրավական արսենալը չի զինաթափել, չի կարողանա, ավելին այսպես այն ընդլայնվում է իրավապաշտպանների միջազգային կազմակերպությունների արձանագրած դատավարական խախտումները պետք է վերազգային ատյաններ հասցնել, ապացուցել մարդու հիմնարար իրավունքների խախտումներով լցված վճիռները լեգիտիմ չեն։ Առաջարկվում է ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել 1 տարով 2026 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Այս արտոնությունը գործում է 2019 թվականից։ Երրորդ երկրից Հայաստան էլեկտրական մեքենաների ներմուծման դեպքում գործում է նաև մաքսատուրքից ազատման արտոնությունը։ Մասնավորապես Հայաստանը 2022-ին ունեցել է 7000, 2023, 24, 25 թվականներին 8000-ական էլեկտրական շարժիչով մեքենաների սակագնային քվոտա, որոնց ներմուծման դեպքում մաքսատուրք չի գանձվում։ Ավելացած արժեքի հարկի եւ մաքսատուրքերի վճարման ազատման արդյունքում աճել է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների Հայաստան ներմուծման ծավալները, մասնավորապես 23 թվականին ներմուծման ծավալը կազմել է 9635, ինչը 22 թվականի համեմատ աճել է 75%-ով, 24 թվականի ներմուծման ծավալը կազմել է 11793։ Տարեսկզբից մինչև նոյեմբերի 19-ը ընկած ժամանակահատվածում էլ համաձայն պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների արդեն իսկ Հայաստանը ներմուծվել էլեկտրական շարժիչով 7 ավտոբուս, 16381 միավոր ավտոմեքենա եւ 2479 միավոր մոտոցիկլետ մոպեդ։ Այս հանգամանքները հաշվի առնելով է, որ առաջարկվում է երկարաձգել ավելացված արժեքի հարկի արտոնությունը։ Միաժամանակ առաջարկվում է այս արտոնությունը տարածել միայն այն էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների վրա, որոնք թողարկվել են 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, իսկ 24, 25, 26 թվականի արտադրության ավտոմեքենաների համար։ Հայաստանի Հանրապետությունում գնահատման գործունեության զարգացմանն է միտված տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկված մյուս հարցը։ Առաջարկվում են կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան Հայաստանին ներգրավել միջազգային գնահատման շուկայում եւ ստեղծել այնպիսի համակարգ, որը ապահովում է բարձր որակի, վստահելի եւ ներդրումներին նպաստող ծառայությունների մատուցում։ Պետությունը եթե կնքի պայմանագիր, միջազգային պայմանագիր Հայաստանի Հանրապետության հետ, դա կնշանակի, որ փոխադարձության սկզբունքի հիման վրա նա պարտավորվում է նաև ընդունելու Հայաստանի Հանրապետության որակավորած անձի ծառայությունները իր պետության տարածքներում։ Մեկ այլ նախագծով էլ առաջարկվում է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչև 2019 թվականի հունիսի 29-ը պետական տուրքի մասին օրենքի համապատասխան հոդվածով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձանց ազատել պետտուրքի եւ դրա չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին։ Ուդայպուրում տեղի է ունեցել տարվա ամենաշքեղ հարսանիքներից մեկը դեղագործական ժառանգուհի Նետրա Մանտենայի եւ Նյու Յորքի տեխնոլոգիական ձեռնարկատեր Վամսի Գադիրաջուի երրորդյա տոնակատարությունը։ Տոնակատարության մասշտաբները ապշեցրել են նույնիսկ Բոլիվուդին։ Ջենիֆեր Լոպեսը ելույթ է ունեցել նախահարսանեկան կարևոր երեկոներից մեկում, սա երգչուհու առաջին այցն էր Հնդկաստան եւ նա ներկայացրել է լիարժեք եւ շքեղ շոու։ Համբուրգի դատարանը վերջին սերունդ շարժման 10 ակտիվիստներին պարտավորեցրել է Լյուֆթանզային վճարել 403,138 եվրո 2023-ի հուլիսին օդանավակայանում իրականացրած ակցիայի պատճառով առաջացած վնասների համար։ Այդ օրը չեղարկվել է 57 չվերթ։ Ակտիվիստները պետք է վճարեն նաև մոտ 700,000 եվրո էլ դատական ծախսերի համար, իսկ չվճարելու դեպքում նրանց սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում։ Սա Գերմանիայում առաջին նման խոշոր փոխհատուցման նախադեպն է բնապահպան ակտիվիստների նկատմամբ։